Լավ կլինի, որ բոլորս երանց ասեն Փառք Աստծո։ Եղբայրներ, երեք տեսակ միտք կա, մի կարճ անդրադառնամ, հետո հիմնական թեման։ Երեք տեսակ միտք կա միտք, որ Աստծուց է, Սուրբ Հոգուց է, կա մարդկայինը, կա սատանայից։ Եկեք փորձեք մտածել ձեր կյանքում, դարձու կարողացել եք բոլորը զանազանել, որը Տիրոջից է, որը մարդկային է, որ հակառակորդի կողմից է։ Ամեն բանի, որ միտքը գալիս է, սինտեզել է պետք։ Աստծո խոսքի անձայն աղոթ կարեք, միշտ անեք։ Խնդրեք, Տերը կբացի ձեզ։ Տեսեք, Դավիթ թագավորը միակ միտք ընդունեց։ Հիշում եք ինչ միտք ընդունեց։ Ով է հիշում։ Գնա ժողովուրդը Հովհաննեսին կանչեց, գնա ժողովուրդը համբերի։ Բայց ով է այդ միտք տվողը, Սատանան, բաց այլ։ Նա պոզավ կոչով չկանգնեց իր առջև, ընդամենը միտք տվեց։ Եվ իր պատճառով հիշում եք 70 քանի հազար մարդիկ մեռան։ Այդ մտքի պատճառով այդքան վնաս եղավ։ Զգույշ եղեք։ Շատ բաներ կա հակառակորդից բերելը վատ մտքեր, պիծ մտքեր, հուսահատ մտքեր, ընկճվածություն, տառապանքներ, վատ կեղտոտ մտքեր, եղբայրներ քույրեր։ Աստծո առջև դրեք բոլորը, եւ Տերը բոլորից մաքրում է, եւ դուք ունենաք առողջ մտք։ Որից ասեք Փառք Աստծո։ Բարդուն է բոլորիս համար շատ կարևոր է։ Միգուցե ոմանք մտածել, դա միայն եղբայրներն է վերաբերում, ոչ բոլորիս։ 133 Սաղմոս, 133 Սաղմոս, առաջի խոսքից։ 133 Սաղմոս, ընդամենը 3 համարներ է, կարճ Սաղմոս։ Ահա որչափ բարի ու որչափ վայելու չէ, որչափ բարի է եւ որչափ վայելու չէ, որ եղբայրները իրարու հետ միաբանության բնակնի, այս շարունակությունը, այն ազնիվ յուղի պես է, ազնիվ յուղի պես, որ գլխու վրա են մուրուքի վրա, Ահարոնի մուրուքի վրա վազեց, մինչև անոր զգեստի ծայրը իջավ, Սիոնի լեռներում վրա իջած Հերմոնի շաղի պես է, վասնզի Տերը հոն հաստատեց օրհնությունը ու կյանքը մինչև հավիտյան, այո, օծմա յուղը իջավ, ոչ թե միայն մուրուքի ծայրը իջավ, գրված է որտեղ իջավ մինչև զգեստի ծայրը, եւ այնտեղ Տերը հաստատեց օրհնությունը եւ կյանք հավիտյան։ Միաբանության մեջ օրհնություն է, ոչ թե մտքով միաբանվել, սրտով միաբանվել։ Ինչ է ասում, այդ օրհնությունը մեզ պետք է թե մենակ եղբայրներն է վերաբերում, եղբայրներ ջան։ Եթե չկա միաբանությունը, դեռ կա հակառակություն։ Որտեղ կա հակառակությունը, դեռ չկա միաբանություն։ Եղբայրներ, շատ կարևոր է մտածեք այդ մասին, խորհեք այդ մասին։ Աստված մեզ ժամանակ է տվել, Երևանից այդտեղ հավաքվել եք, ժամանակ է տվել։ Մի մտածեք, որ միշտ այսպես կլինի։ Ժամանակն է, երկի ժամանակ հավաքում է ձմեռը, որ եկավ, ոչ մի բան չեն կարող հավաքել։ Հիմա երիտասարդություն, քույր եղբայրներ, ժամանակն է, որպեսզի վերջերջով դուք աշխարհ ունենաք, յուղ ունենաք ձեր կյանքի մեջ։ Հիմա շարունակությունը, տես ինչ կատարվավ։ Հակառակությունը դա ծանր մեղքի, այս սուրբ գրային են ասում։ Սա գրված է Թվոց 16-ի, գնացեք տունը կարտացեք 16-ի առաջի խոսքից մինչև 12 խոսքը, Թվոց 16-ի, այդ լրիվ գլուխը, 16 գլուխ առաջի խոսքից։ Գրված է Ուրխը, Դաթան Աբիրոնը եւ 50 գլխավոր անվանի մարդիկ Մովսեսի դեմ դուրս եկան, հակառակվեցին։ Ոչ թե ինչ որ սովորաբար ինչ որ մի բան շպրտեցին, գրված է հակառակվեցին։ Չի գրված նրանք շնության մեղքի մեջ են, չի գրված որ սովորաբար կուրկ են պաշտում կամ էլ սովորաբար գողություն են անում։ Այս բան չի գրված։ Միայն հակառակության պատճառով դրանք բոլորը կորսվեցին։ Երկիրը բացվեց, գրված է տնեցնած։ Այդ մասին սովորաբար Հուդայի թղթում է գրված։ Կորխի հակառակության պես կորսվեցին։ Հակառակությունը դա մեծ մեղք է։ Եթե կա հակառակություն, դեռ երբեք միաբանություն չի լինում։ Եթե մի եկեղեցում եղբայրները միաբան չեն իրարին, այդ եկեղեցին տուժում իր պատճառով։ Եթե մի ընտանիքում ամուսնի ոչ մեջ չկա միաբանություն, այդ ընտանիքը տուժվում է, երեխեքը տուժում են։ Երբեք օրհնություն չի կարող լինել։ Օրհնությունը իջնում է զգեստի գրվածը գլխից, մուրուկով, մինչև գրվածը զգեստի ծայրը։ Այնտեղ է Տերը հաստատում օրհնությունը եւ կյանքը, եւ կարող ասել խաղաղություն հավիտյան։ Եկեք փորձեք։ Սովորաբար եթե իրոք որ այդպիսի նման բաներ ձեր կյանքում, այդպես ընտանիքներ շատ կան հիմա։ Ամեն մի չնչի բանից հակառակվում են։ Ամեն մի չնչի բանից նորից եմ ասում չկա տարաձայնություն կա իրենց մեջ։ Դրա մեջ երբեք օրհնություն մի սպասեք։ Տուժում եք դուք, տուժում եք ձեր ընտանիքները։
Տղասված ողն եղբայր կուներ։ Տեր Հիսուս ինչ ասեց։ Մատթեոս 18-րդ գլուխ 15 խոսքից 18-րդ գլուխ 18 Մատթեոս 18-19 գրված ձեզ մեր երկու հոգի երկրի վրա երեք կարևոր բան ասում երկրի վրա եթե միաբանվեն առաջի կարևոր բանը միաբանվեն երկրորդը հավատքով եւ երրորդը գրված է ինչ բարի բան խնդրի պիտի լինի հնարավոր չի չլինի ես պես օրինակ բերեմ ձեզ պես լամպուշը լամպուշկը ոնց է վառվում եթե մի բանը պակասը չի վառվի լամպուշկի դա տեղում է հոսանքը կա դարը կա եթե երեկը կա վառվում է եթե երեկը քո կյանքի մեջ եթե գործում եք ընտանիքի մեջ եկեղեցու մեջ ինչ է ասեց հավատքով առաջինը միաբանությամբ երկրորդ հավատքով երրորդը բարի բան խնդրելուց կլինի հնարավոր չի չլինի անպայման կլինի Տերն ասեց աղոթքի պատասխանը կլինի իսկ որտեղ չկա միաբանություն երբեք սովորաբար մենք դարձել որպես մի բան ստացվի աղոթքը չի ստացվի եղբայրներ դա Տեր Հիսուս ասեց մյուսը Թվոս 12-ի մեկում գրված է Թվոս 12-ի 10 գլուխ առաջի խոսքից եւ գրված է Մարիամը եւ Ահարոնը Մովսեսին դեմ խոսեցին հակառակվեցին Մովսեսին հակառակվեցին երբ որ Տերը պատժեց Մարիամին հետո որ գնա կարտա գրված ինչ կատարվեցավ եւ Ահարոն ասեց մեղ գործեցին եւ հիմարություն արեցին մեղ գործեցին հիմարություն արեցին Մովսեսին դեմ խոսեցին եղբայրներ քույր Տերը խփեց Մարիամին բրուտությամբ շատ վատ բան է հակառակությունը եթե սովորաբար մենք նայում ենք Ստեփանոսի համար ինչ է գրված երբ որ իրան պիտի քարկոծեին ասեց դուք սրտով եւ մարմնով անթլպատ մարդիկ եք անթլպատ Սուրբ հոգու դեմ հակառակ եք անում ինչպես ձեր հայրենը այո եթե մենք սովորաբար հակառակություն ենք անում Սուրբ հոգով բարձավոր օրհնություն հաջողություն չի լինում ինչ տեսեք ինչ կատարվեցավ գործ կարակելոց ուզում եմ կարդալ բոլորիս համար գործ կարակելոց առաջի գլուխ 13 խոսքից գործ կարակելոց առաջի գլուխ 13 խոսքից եւ առաքյալները միաբանության չի հատու գրված միաբանության կիներու հետ եւ Հիսուսի մոր Մարիամի հետ եւ անոր եղբայրներ մեկտեղ միաբանությամբ աղոթք են անում բոլորը միասին ես մի բան խնդրեմ ձեզ երիտասարդություն Երանի եմ ձեր սպասավոր եղբայրներին որը կատարում ես ճամբարը մեր ասեցի որը կատարում է Դանիելի վերջի գլխի 12-ի 3-ում գրված է 12:3 եւ իմաստունները երկինքի հաստատության լույսի պես եւ նրանք որ շատերին արդարության կառաջորդեն աստղերի պես պիտի փայլեն Ավետարանի սարիտից Իրանի սպասավորին ու ժողովրդին առաջորդում արդարության առաջորդում է սրբության առաջորդում է ծոմապահության եւ հենց աղոթների կյանքի եղբայրներ քույր այո Տերը իրան կորտի դուք էլ անցնեք աղոթքի կյանք ապրեք միաբանության աղոթքի ձեր անձնական աղոթքի կյանք ունեցեք այն երիտասարդը որը պարտվում է որը իրոք որ շուտ բռնվում է ուրիշ բաներով նայես իր կյանք աղոթքի կյանք չկա Տեր Հիսուսի խոսքը կատարում է աղոթք կարեք հետո ինչ է դրանց որ փորձի չմտնեք ոգին հոշարը մարմինը տկան աղոթք կարեք որ փորձի չմտնեք ես խնդրում եմ շատերը կա որ միանում են 24 ժամ աղոթքի ունեցեք ձեր անձնական ժամ ունեցեք դառնա բնաս ձեր մեջ բնաս դառնա գիտեք որ ձեր աղոթքի ժամն է եւ դուք հաջողություն կունենաք երկրորդը մյուսը Պենտեկոստեն ոնց առաջացավ Պենտեկոստի եթե չներ միաբանություն Պենտեկոստը կլիներ ով կարող ասի այո կլիներ չէ Սուրբ ոգի չէ գործ կարակելուց 22-րդ գլուխ 10 առաջի խոսքը երկրորդ գլուխ առաջի խոսքը ու երբ Պենտեկոստի օրը հասավ ամենալ միաբանության միատեղ էին ամենալ միաբանության միատեղ են եղբայրներ քույր միաբանության եւ դրա համար դուրս պարտելված Այդպես գիտեք մեր ավակ եղբայրներն են բանալի ոչ թե ձեզ վախեցնելու համար ասում զգուշ եք հակառակությունը շատ է սովորաբար ցանտ է մեղքել երբ որ ավակ եղբայրները պետք է գնան մի գյուղում մի գյուղում որ եղբայրական պետք է լինի դա դժվարություններ են այդ այդերաչ է մենք շուտ կամ դե Ուկրաինա թե Ռուսաստան լավ չեն բայց իրական դե նույն գյուղից ասենք մի հատ եղբայր որը փայտով է ման գալիս է կողքի հարևան իր եղբայրը որ միասին գնան եղբայրական տեղը Եղբայրները գնալուց առաջ աղոթք են անում մարգարեություն են, բայց այդ մարգարեության միտքը չեն հասկանում, դրանց ինչ մարգարեություն է, այդ ինչ խոսք է, որ չբացվա դրանց։ Մեկ էլ այդ հարևան եղբայրը փայտով գալիս է, դուրս գալուց ասում է, ես դրանց հարև ցույց կտամ, փայտը թափ տալով աշխարհի մարդու, ես դրանց ախից կգամ։ Ասում է եղբայրական ժամանակ այդ նույն անձնավորությունը հետևուսեց հակառակվել եղբայրներին։ Հակառակության ժամանակ խրխռաց ունավ մեռավ։
Մեր ավակ եղբայրները իրական դեպք են պատմում։ Դուրս սա տեղափոխեցին եղբայրի ուրիշտեղ, սկորը կանչեցին նրան, գտեցել գնաց։ Մի հատ քույրիկ եղել, որը ասենք անունով քույրիկ Սև եղբայր ականատեսը էր թաղմանը, ականատեսը էր։ Շատ մարմնավոր քույրիկ եղել, շատ հակառակ իր ամուսնուն։ Ամուսնուն լավ նվիրված եղբայր եղել, խորում չափտվող էր ինքը, մեծ ծառայություն արել։ Ասում է թաղման ժամանակ անձևոտ եղանակ էր, տարան որ իջացրին, ես ասում եմ կողքն էր, փոսի կողքը կանացին։ Փոսի մեջ իջացնելուց դագաղը շորերը կեր, ասում եմ քանի որ անձևոտ էր, ջուրերից վեր ցեխ եղել փոսի մեջ։ Այդ մեռելը պատկացա, քույրի գսվածը այդպես ցեխի մեջ ընկացնում էր բանը, դագաղը գցեցին, փողը ծածկեցին։ Ես էլ ասում եմ, ձերքերից վերջը գլուխս վերցեցի ձերքի մեջ, ասեցի ինչ անարգալիզմ ա հիմա։ Այո, անարգալիզմ։ Ժամանակը գիտեք այդպես անձավորություններին, որոնք սովորաբար շատ ապստամ են եղել, էշի թաղումով են թաղել, էշի։ Ոտը կապում տանը թաղում են։ Աստված օգնի։ Փորձեք ձեր անձերը, փորձեք ձեր ընտանիքներում, փորձեք եղբայրների կյանքում։ Երիտասարդներ, քույրը քրոջը, եղբայր եղբորը, կա այդ անկեղծ միաբանությունը։ Աղոթքի ծառայողներից ասեց, եթե կանգնում եք աղոթքի, ինչ արեք, ով է շուն։ Ներեք, եթե մեկի դեմ բանն է։ Մեր թորեգինը բանը, պապան իր ասում բանը, ասում է մի թույլ բան, որ քեզ ներեն։ Պապ ջան ասում է, ոնց ինձ ներես։ Չէ որ դրված է 7 անգամ 70 ներես։ Երեխան այդքան բան հասկանում։ Աստված օգնի եղբայրներ։ Տեսեք հետևյալը։ Պլյուսը, կարծում եմ շատ կարևոր համար է։ Ուզում եմ խնդրում եմ ձեզ Աստծո սիրով գնացեք տունը այդ մասին կարդացեք, շատ կարևոր է Հակոբոսի թուղթը։ Հակոբոսի թուղթում հետևյալ համարները գրած ինձ համար եւ ձեզ համար։ Հակոբոսի 3-րդ գլուխը Հակոբոսի 3-րդ գլուխ եղբայրներ քույրի շատ կարևոր համար է 13 խոսքից կնեք մեր անձերը 3-ի 13-ը Հակոբոսը ձեր մեջ իմաստուն ու խելացիով կա թողանի կա թողնա բարի բարմունքով ցույցն է իր գործել իմաստության դեզությունով ապա եթե դառն շատ է լսա նախանց հակառակություն ունենաք սրտինուտ մեջ մի բարձեցիք ու ճշմարտությունը սուտ անեք այս իմաստությունը վերևիճար չէ ապա երկրավոր է շնչավոր եւ դիվական նորից են կարդում այս իմաստությունը վերևիճար չէ ապա երկրավոր է շնչավոր դիվական քանզի որ նախանձ ու կռիվ կա հոն անկարգություն ամեն չար բաները ապա վերին իմաստությունը նախ սուրբ է ետքը խաղարարար հեզ հլու ողորմությունով ու բարի պտուղներով լեցում անկողմնասեր եւ անկեղծ եւ արտադրության պտուղը խաղաղությունով կսերմանում է նրանց որոնք խաղաղություն անեն ոչ թե գիտեն խաղաղությունը անբանալել է ոչ թե լսել ընկերված է խաղաղություն են անում թող Աստված օգնի դրա համար թող Աստված զորացնի մեզ որպեսզի վերջոջո Եփեսացիս թղթում գրած է 4:3-ում Եփեսացի 4:30 32 խոսքը 4:32-ը եւ իրար հետ քաղցր եղեք գտած ներելով իրար ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզի ինչպես Աստված Քրիստոսով ներեց մեզի թող Աստված օգնի իսկ 2 Կորինթացիս կարդում ենք 13-15 գրված է բոլորիս համար են կարդում 2 Կորինթացիս 13-11 վերջապես եղբայրներ ողջ եղեք քույրերին էլ վերաբեր ողջ եղեք հաստատ կեցեք մխիթարվեցեք միաբան եղեք խաղաղություն ունեք եւ սիրող խաղաղության Աստվածը ձեզ հետ պետք է լինի ձեզ հետ պետք է լինի կնեք մեր անձերը եղբայրներ քրենք կնեք մեր անձերը ամեն ինչի մեջ որպես վերջեջով անկեղծ ունենալ միաբանություն դուք կարող եք երկար աղոթք անես վերջեջով բայց այդ չկա միաբանություն հարազատությունը ձեր մեջ չի ասում իսկ առաջի Տիմոթեոս 1:5-ում էլ գրված է բոլորիս համար կարդում առաջի Տիմոթեոս 1:5-ը իսկ պատվիրանքի վախճանը սերն է պատվիրանքի վախճանը սերն է սուրբ սրտով բարի խշմրանքով եւ անկեղծ հավատքով ես խնդրում եմ ձեզ սա ուզում եմ ասած որ սեր սրտի մեջ մնա փորձեք նայեք տեսեք մենք Աստծո հոգին ունենք եթե նայեք ձեզ սրտի մեջ չկա կնոջ հետ միաբանություն չկա կնոջ հետ միաբանություն չկա ամուսնու հետ միաբանություն ընտանիքում երեխայի մեջ չկա միաբանություն եկեղեցում չկա միաբանությունը երբեք արտությունը չի կարող սпасել օրհնությունը չի գա
Իսկ որտեղ միաբանություն կա, այնտեղ օծման յուղը իջնելու է, ինչպես Ահարոնի գրված է, իջավ գլխից մինչև զգեսի ծայրը, եւ այնտեղ է Տեր հաստատել օրհնությունը եւ կյանք հավիտյան։ Դրա կարիք ունենք, թե չունենք։ Դրա կարիքը չունենք, ունենք։ Եղբայր երկուներ, երկնայցով խաղաղություն է ամեն ինչ, որի մեջ ուրախություն կա, գիտեք, փորձեք, որից եմ ասում, ծանր բան չեք ասում ձեզ, ավետարան խոսքը, հենց միաբանվեք օրհնություն իջնում են, մի հատ դեպք պատմեմ եւ մեր եղբայրները պատմել են, Գաղութում նստած ժամանակ երևալ մեծ հալածանք է, եղբայրությունը հիմնական նստել են բանտում շատ ապաշխարություն է եղել, հիմա մտածում են ապաշխարել է, Սուրբ Հոգով մկրտվել են, բայց ջուր չկա։ Մի հատ մեծ ավազան է բան Գաղութում, բայց դուրս մեկը հան է տարել է, չկա ոչ մի բան։ Ասում են եղբայրներ, արեք Տիրոջ մոտ հանկարելի ոչինչ չկա։ Արեք ծոմ վերցնեք աղոտ կանեք, երբ որ ծոմ ապահություն են հայտարարում եղբայրներում, առաջին կարևոր բան հարց են տալիս մեկը մեկին։ Եղբայրներ, մենք միաբան ենք, մեկ, այո, միաբան ենք, լավ է։ Երկրորդը հավատքով ենք խնդրելու, այո, հավատքով։ Երրորդը բարի բան ենք խնդրում, այո։ Ասում են ծոմից աուգուստով սպортսմեններ հայտնվեցին, ուզում են մի ամսով ստեղ մեր վարժություններ անեն։ Ասում են դրուբան չկա, ոչինչ։ Եվ այդ ժամանակ հրավեր տվեցի Մոսկվայից եկավ հրամանը, դրուբաներ սկսեցի մեծ մագիստրալները։ Ավազանը լծված ջրով իրանք իրենց վարժություններ արեցին, մեկ էլ մեր մկրտություն արեցին, թողեցին գնացին։ Տիրոջ մոտ անկարելի ոչինչ չկա։ Ինչ որ մարդու կողմից անկարելի է, ամեն բան կարելի է հավատքով է, միաբանությամբ է, հավատքով է եւ բարի բան է։ Պետք է անպայման կատարվի, հնարավոր չէ։ Եղավ թող Աստված բարավորի, քննեք ձեր անձերը, որպեսզի մեր աղոթքերը անպտող չլինի, արդյունք լինի, օրհնաբեր լինի, այդ օրհնությունը հեղեղպես գամերն կանենք աղոթք։